ապրած չունեն այդ մարդիկ, իրանց ապրած եղել է նյութապաշտություն եւ ուրացում։ 70-ամյա Գագիկ Ծառուկյանին տապալում են գետնին, ցուցադրաբար բերման են ենթարկում, զուգահեռ իրականության մեջ համրի պես լուռ են այն մարդիկ, որոնք տասնամյակներ օգտվել են Գագիկ Ծառուկյանի տված հնարավորություններից։ Շատ մարդիկ եղել են Ծառուկյան Գագիկի կողքի հետ կանգնած ժամանակին, ինքը իր բարերարություններ անում, իր հասկացությունությամբ, չգիտեմ, լավով վատով եմ ասում, ուր են այդ մարդիկ այսօր։ Ինչ ասում են Հայաստան աշխարհում կա պետական մարմիններ կամ ասենք համապատասխան մարմիններ, իրենք թող որոշեն։ Դուք չեք տեսնում ինչ են որոշում պետական մարմինները։ Իրավական համակարգը արդարադատության փոխարեն ուժի ցուցադրությունն է ընտրել, երկրում վախի մթնոլորտ տարածելով։ Անդրանիկ Սարգսակյանին այսօր այլ հարց է մտահոգում. ինչ է լինելու այն հազարավոր աշխատատեղերի հետ, որոնք ապահովում էին սովորական քաղաքացիների օրվա հացը։ Ինչն է ձեզ ստիպում, որ դուք այսօր չեք բարձրաձայնում կառավարությանը, մարդկությանը, որ ինչեք մեզ մեր հացից կտրում։ Քաղաքական հաշվարկների, անդադար վիրավորանքների ու ատելության այս մթնոլորտում վտանգվում է ապագա սերնդի արժեհամակարգը։ Ինչ ենք թողնում նրանց եւ ինչպիսին է լինելու Հայաստանի վաղվա օրը։ Եվ Կարեն Դեմիրճյանի նման ծնող եմ ուզում, տնտեսվար, որ գիտեր ես հորն ու ջուրն ու այս երկրի ուղն ու ծուծը։ Անդրանիկ Սարգսակյանի խոսքով ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց կալանավորումների այս որոշումները վախից են, քանի որ նյութապաշտությունն ու ուրացումն է տարածվում։